Պատկերացրեք մի տեսանյութ, որտեղ քաղաքական գործիչն ասում է մի բան, որը իրականում երբեք չի ասել։ Կամ տեսնում եք մի լուսանկար, որի վրա պատկերված իրադարձությունը իրականում երբեք տեղի չի ունեցել։ Այսօր դա հնարավոր է արհեստական բանականության կամ AI-ի շնորհիվ։ AI-ը կարող է ստեղծել տեքստեր, լուսանկարներ, ձայներ եւ նույնիսկ ամբողջական տեսանյութեր, որոնք հաճախ դժվար է տարբերել իրականից։ Սա ճիշտ է, ստեղծագործելու լայն հնարավորություն է տալիս, սակայն նաեւ լուրջ ռիսկ է տեղեկատվական անվտանգության համար։ AI-ով ստեղծված բովանդակությունը կարող է օգտագործվել մոլորեցնելու, կեղծ լուրեր տարածելու, հանրային կարծիքը մանիպուլացնելու կամ նույնիսկ կոնկրետ անձանց հեղինակազրկելու համար։ Բայց ինչպես հասկանալ, բովանդակությունը իրական է, թե AI-ով ստեղծված։ Առաջին հերթին կասկածեք չափազանց սենսացիոն բովանդակությանը։ Եթե ինչ-որ բան շատ շոկային է կամ բուռն էմոցիա է առաջացնում, կանգ առեք, կասկածեք։ Ուշադրություն դարձրեք մանրուքներին, արտասանած բառերի ու բերանի եւ շրթունքների շարժումների անհամաչափություն, դեմքի անբնական շարժումներ, տարօրինակ լուսավորություն կամ ստվերներ։ Կարող են լինել այլ դետալներ՝ գոյություն չունեցող մեքենաների մոդելներ կամ գոյություն չունեցող համազգեստներ, կարող են լինել հագուստի տարբեր մասերի կամ զարդերի միաձուլումներ, կարող են պատկերում որոշ օբյեկտներ լինել թերի կամ իրար մեջ ձուլվող։ Երբեմն լինում են ավելի ակնհայտ դեպքեր։ Օրինակ, երբ մարդու ձեռքին 6 մատ է լինում, կամ ասենք, երբ պատկերն ու ձայնը իրար հետ չեն բռնում։ Ստուգեք նաև աղբյուրը, ով է հրապարակել դա։ Կան վստահելի լրատվամիջոցներ, որոնք հաստատում են նույն տեղեկությունը։ Եվ ամենակարևորը, միշտ ապեք տարածել։ Ձեր մեկ տարածումը կարող է նպաստել ապատեղեկատվության տարածմանը։ Կասկածեք, ստուգեք եւ հետո միայն տարածեք։